Սուրճի սիրահարներ, եկեք ինձ մոտ ձեզ համար նորություն ունեմ։ Ահա, այս հետաքրքիր լատե սլիմը, որ ձեռք եմ բերել, ասենք Faberlic ֆիրմայից, նորություն է, միասին փորձարկել ենք։ Նախ եկեք ծանոթանանք իր հետ։ Ես ինքս էլ պետք է փորձեմ եւ միասին փորձարկում ենք անելու, ահա։ Այսպես կբացենք իրեն։ Շատ էլեգանտ տարբերակ է։ Եկեք իր մասին ինֆորմացիա տամ, որից հետո կպատրաստենք բնականաբար։ Սուրճ լատե սլիմը արտիկուլն է 1687։ Մի փոքր ինֆորմացիա սուրճ լատե սլիմ բարեկազմություն ամեն օր։ Հենց ծես է դա ձեզ համար, բանաձևը մշակված է ակտիվությունը պահելու, ախորժակը ուրեմն վերահսկելու եւ առանց ավելորդ ջանքերի մարզավիճակում մնալու համար կարծում եմ շատ կարեւոր է։ Յուրաքանչյուր բաժակ համի էներգիա եւ օգտակարության ներդաշնակությունը վերահսկում է ախորժակը, օգնում է բնական կերպով նվազեցնել քաղցի նկատմամբ ուրեմն ձգտումը եւ պահպանել հագեցվածության զգացումը, ապահովում է էներգիայի սահուն հոսք առանց գլյուկոզի կտրուկ տատանումների եւ անկումների, աջակցում է նյութափոխանակությանը, ակտիվացնելով ճարպերի փոխանակությունը եւ նպաստելով աստղաջրերի հավասարակշռված նյութափոխանակությանը, նպաստում է առողջ մարսողությանը, պահպանելով աղիքային միկրոֆլորան, փաթեթում պարունակում է 10 ուրեմն չափաբաժին, այսպեսի հետաքրքիր 100% բնական սուրճը կոֆեինի աղբյուր է, որը խթանում է նյարդային համակարգի աշխատանքը եւ բարելավում կենտրոնացումը, բարձրացնում է աշխատունակությունը եւ պահպանում էներգիայի մակարդակը։ MCT յուղը միջին շղթայի ուրեմն դա տրիգլիցերիդները արագ ներծծվում եւ վերածվելով մաքուր էներգիայի ուղեղի եւ մկանների համար նպաստում է ճարպային նյութափոխանակության ակտիվացմանը, օգնում է պահպանել արյանի մեջ շաքարի կայուն մակարդակը, ուրեմն ինուլինը պրեբիոտիկ է, որը սնուցում է ուրեմն աղիների օգտակար բակտերիաները, բարելավում է մարսողությունը եւ նորմալացնում միկրոֆլորան, վերահսկում գլյուկոզի մակարդակը եւ խոլեստերինը։ Ուրեմն իր մեջ նաեւ ջիմնենայի մզվազք է պարունակում, որը նվազեցնում է քաղցի հանդեպ ձգտումը, ազդելով ուրեմն համային ռեցեպտորների վրա, օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, աջակցում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքին, ամբողջական ուրեմն գարցինիայի մզվազքը պարունակում է 60% հիդրոօքսիլինաթթու, որը կարգավորում է ախորժակը, պահպանում է աստղաջրերի նյութափոխանակության հավասարակշռությունը, կարող է նպաստել ճարպերի կուտակման նվազեցմանը։ Տրեհալոգը ցածր ուրեմն գլիմետիկ ինդեքսով խելացի շաքար է սա, չի առաջացնում գլյուկոզի մակարդակի կտրուկ աճ, պաշտպանում է բջիջները օքսիդատիվ ստրեսից։ Daily Balance-ը ամենօրյա օգտակար սովորությունները ձեր երիտասարդության, ներդաշնակության եւ արդյունավետության համար։ Կատարյալ բնական համով եւ հզոր ակտիվ բաղադրիչներով ֆունկցիոնալ ըմպելիքները հաճելի ծեսեն գեղեցկության եւ առողջության էներգիայի արթնացման համար։ Ես համամիտ եմ, քանի որ ինքս սև սուրճ չեմ օգտագործում։ Ուրեմն իր մեջ պարունակում է սերուս, կոկոսի չոր, կոկոսի սերուսքի մզվազք, տոպիկոս, այսինքն լիքը լավ բաներ, մեկ չափաբաժնի արժեքը 43 կկալի, պատրաստման եղանակը շատ հեշտ է։ Միասին պատրաստելու ենք արդեն։ Այստեղ պարկիկի պարունակությունը, այս պարկիկներից մեկը կընտրենք։ Լցնում ենք բաժակի մեջ ավելացնելով ուրեմն 150-ից 200 մլ տաք ջուր կաթ եւ խառնում ենք։ Ահա, ես մի փոքր քիչ եմ կարծես թե ջուր լցնում, բայց ոչինչ։ Կփորձարկենք հիմա եւ կտեսնենք իրենից ինչ է ներկայացնում այս սուրճը։ Փորձենք մկրատով։ Ոնց հասկացա, լավ ամուր է։ Ավելի արագ ստացվելու համար ես իմ հարիչի օգնությամբ շատ ամուր բույր ունի, շատ, վաու, բավական այսքանը, հիմա փորձարկում, ինքը քաղցր չի, ընդհանրապես, հետաքրքիր դառնություն ունի, բայց հետաքրքիր դառնություն է, բավականին էմոցիաներ է առաջացնում հետաքրքիր, իսկ ավելի
Լավ կլինի փորձարկեք, որ հասկանաք, թե ինչ էր սա, ինչ էր ներկայացնում Նիկը նկարագրության բաժնում եմ թողնելու, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին եւ տարածել վիդեոն, որպեսզի հետագայում ձեզ համար էլ ավելի հետաքրքիր վիդեոներ գտնեք։ Առայժմ